Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, աշխատակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի հավաքանի 8-րդ նստաշրջանի 2026 թվականի մարտի 13-ի նիստն է, օրակարգը բաժանված է բոլորի, եթե օրակարգի հետ կապված հարցեր կան, խնդրեմ ներկայացրեք, եթե չկան, խնդրում եմ քվեարկել, ովքեր եք կողմ օրակարգ հաստատել։ Ձեր չկա, ձեռնպատ չկա։ Անցնենք առաջի հարցին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի հավաքանում 25 թվականի դեկտեմբերի 26-ի համար 117 որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին զեկուցավ Ավետիսյան։ Օրակարգային առաջին եւ երկրորդ հարցը գնահատվել է ֆինանսատնտեսական մշտական հանձնաժողովի նիստում եւ ստացել դրական եզրակացություն։ Շնորհակալություն ողջունում ենք բոլորի հարգելի հավաքաններ Արաքելյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի եւ երրորդ մասի դրույթներով հիմք ընդունելով Քաջարյան համայնքի ղեկավարի առաջարկությունը ձեր քննարկման ներկայացնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի հավաքանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի 117L որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին որոշման նախագիծը նշված որոշման նախագծի բովանդակության համարակալման երկրորդ կետը առաջարկում է փոխարինել եւ համարակալել երրորդ կետով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի հավաքանու 2025 թվականի 26 դեկտեմբերի 26-ի 117 որոշման բովանդակության համարակալման առաջին կետից հետո ավելացնել նոր երկրորդ կետ հետեւյալ բովանդակությամբ Համար 2 հավելվածի 24-րդ տողի փոփոխությունը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանքի համապատասխան փոփոխությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ Հարցեր, եթե հարցեր կան, չկան, ովքեր են կողմ Դեմ չկա, ձեռնպատ չկա։ Անցնենք երկրորդ հարցին, Քաջարյան համայնքի զարգացման հիմնադրամ ստեղծելու, դրա կանոնադրություն հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի հավաքանու 2025 թվականի նոյեմբերի 18-ի համար 12L որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին, զեկուցող Ավետիսյան։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետով հիմնադրամների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի ղեկավարի առաջարկությունը ձեր քննարկման ենք ներկայացնում եւ հաստատմանը ստեղծելու Քաջարյան համայնքի զարգացման հիմնադրամ եւ հաստատելու դրա կանոնադրությունը նշանակելու ժամանակավոր պաշտոնակատար գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար եւ ուժի կորցրած ճանաչելու 2025 թվականի նոյեմբերի 18-ի 112L որոշումը։ Հարգելի հավաքաններ 2025 թվականի նոյեմբերի 18-ին 112L որոշմամբ հաստատեցինք, ստեղծեցինք Քաջարյան համայնքի զարգացման հիմնադրամը, սակայն մինչ օրս որոշակի խնդիրներ կար կապված դրա պետական գրանցման կանոնադրության եւ գործադիր մարմնի ղեկավարի հաստատեցման մասով քանի որ ժամկետը բաց է թողնվել այդ կապակցությամբ անհրաժեշտությամբ օրենքի պահանջով պետք է անհրաժեշտություն առաջացել եւս հաստատելու կանոնադրությունը գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու եւ նախկինը որը որ հաստատել ենք ուժ կորցրած ճանաչելու այս ամենը եւ ներկայացնեմ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին, որը համայնքի ղեկավարն է առաջարկել, նշանակենք Արմինե Վալենտինի Դանելյանին։ Եթե ես այսօր մի քիչ պատահող չեմ, դրա համար չեմ կարող շնորհակալ բոլորիդ վստահության համար, հուսով եմ համատեղ ուժերով կնպաստենք Քաջարյան համայնքի զարգացման հիմնադրամի արդյունավետ գործունեությանը եւ կանոնադրական նպատակների
ի նպաստ մեր համայնքի համաչափ զարգացման։ Եթե հարցեր չկան, ովքեր են ով, խնդրում եմ քվեարկել։ Դեմ չկա, ձեռնպատ չկա։ Անցնենք երրորդ հարցին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կադրան համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանափակման ենթակայության օբյեկտների տեղակայմանը, հեռավորությանը, ներկայացվող պահանջները սահմանելու մասին, զեկուցող Հակոբյան։ Ուրեմն օրակարգի երրորդ մինչև 8-րդ կետերը քննարկվել են քաղաքաշինության եւ օգտագործման հարցերի մշտական հանձնաժողովում նիստում ես ստացել դրական եզրակացություն։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 41.2 կետի եւ առևտրի ծառայությունների մասին օրենքի 11.3 հոդվածի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը, հեռավորությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծն ենք ձեզ ներկայացնում։ Սահմանել Քաջարյան համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը, ներկայացվող պահանջները համաձայն հավելվածի։ Սույն որոշում ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ Ուրեմն օբյեկտները սահմանել են կարաոկե, դիսկոթեք, հեստապարային ակումբ, բաղնիկ սաունա, շոգեբանիկ եւ մերսման սրաները, որոնք պետք է ոչ պակաս քան 1000 մետր հեռավորության վրա գտնվեն մեր բնակելի կամ ոչ բնակելի տարածքներին, կրթական, պատմամշակութային հաստատությունների եւ պետական տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի եւ բժշկական հաստատությունների տարածքներից։ Խնդրում եմ քվեարկել ովքեր են ով, դեմ չկա, ձեռնպատ չկա։ Անցնենք չորրորդ հարցին, Քաջարյան համայնքի վարչական տարածքում առևտրի եւ ծառայությունների բնակավարի գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրի առևտրի եւ ծառայությունների բնակավարում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորն ապահովելու ժամերը սահմանելու մասին։ Զեկուցի Հակոբյան։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 40.1 կետի ձեզ ենք ներկայացնում որոշման նախագիծ Քաջարյան համայնքի վարչական տարածքում առևտրի եւ ծառայությունների բնակավարում գործունեություն իրականացնող օբյեկտներում ըստ դրանց գտնվելու վայրի առևտրի եւ ծառայությունների բնակավարում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորն ապահովելու ժամերը սահմանելու մասին։ Սահմանել Քաջարյան համայնքի վարչական տարածքում առևտրի եւ ծառայությունների բնակավարում գործունեություն իրականացնող օբյեկտներում ըստ դրանց գտնվելու վայրի առևտրի եւ ծառայությունների բնակավարում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորն ապահովելու ժամերը համաձայն հավելվածի։ Որոշել ենք, որ մինչև 100 մետր հեռավորություն ունեցող բնակելի տներից, ելի ոչ բնակելի տարածքներից, կրթական պատմամշակութային հաստատություններից գտնվող մինչև 100 մետրը սահմանել երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 7 ընկած ժամանակահատվածը, 100-ից 1000 մետր հեռավորությունը 11-ից 7 ընկած, իսկ 1000 մետրից ավել հեռավորությունը ժամը 12-ից 3 գիշերվա մինչև հաջորդ օրվա 7 ընկած ժամանակահատվածը։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ Հարցեր չկան, խնդրում եմ քվեարկել ովքեր են ով, դեմ չկա, ձեռնպատ չկա։ Անցնենք 5-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքում տեղական տուկ եւ տեղական վճարողների հաշվառման եւ դրանց համացանների վարման կարգը հաստատելու մասին զեկուցող Հակոբյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, տեղական տուրքերի եւ վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքում տեղական տուրք եւ տեղական վճարողների հաշվառման եւ դրանց համացանների վարման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Հաստատել Քաջարյան համայնքում տեղական տուրք և տեղական վճարողների հաշվառման և գրանցամատյանների վարման կարգը համաձայն հավելված 1-ի։ Հաստատել Քաջարյան համայնքում տեղական տուրք վճարողների գրանցամատյանի ձևը համաձայն թիվ 2 հավելվածի, տեղական վճարողների գրանցամատյանի ձևը համաձայն թիվ 3 հավելվածի և սահմանել Քաջարյան համայնքում տեղական տուրք վճարողների հաշվառումը և գրանցամատյանների վարումը էլեկտրոնային եղանակով, իսկ տեղական վճարողների հաշվառումը և գրանցամատյանների վարումը փաստաթղթային եղանակով։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ Եթե հարցեր չկան, խնդրում եմ քվեարկել ովքեր են կողմ, դեմ չկա, ձեռնպահ չկա։ Անցնենք 6-րդ հարցին, Քաջարյան համայնքի վարչական տարածքում կենցաղային նշանակության հողագործական 3-րդ դասի և տեխնիկական նշանակության հողագործական արտադրատեսակների կիրառման ներողություն արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերի և ժամը սահմանելու մասին։ Զեկուցող Հակոբյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 41.1 կետի պահանջներով ձեզ ենք ներկայացնում որոշման նախագիծ Քաջարյան համայնքի վարչական տարածքում կենցաղային նշանակության հրագործական 3-րդ դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը սահմանելու մասին, սահմանել Քաջարյան համայնքում այդ արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը համաձայն հավելված 1-ի հավելվածի սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ Այստեղ մի տեղ 9-րդ կետում փոփոխություն ենք արել, բացառություն ընդհանրապես մինչև այդ հրավառությունները սահմանել ենք առավոտյան ժամը 9-ից մինչև 11 ընկած ժամանակահատվածը, ավելացրել ենք բացառությամբ ամանորի գիշերը, որ 12-ին հաստատ այդ կետը։ Ուրիշ հարցեր։ Հրավառություն։ Համայնքի տարածքում։ Դա առհասարակ բան է, ոստիկանությունն է հսկում, իսկ մենք որպես վարչական մարմին կարող ենք փոխօգնության կարգով մենք արձանագրել և ուղղարկել։ Այնպես չի, որ դա սահմանված է։ Այսինքն դուք էլ որպես քաղաքացի կարող եք մեզ դիմել կամ ինքներս անգել, իսկ առհասարակ որպես մեզ վարչություն իրականացնելուց կարող են որպես մեզ մյուս վարչական մարմնին ուղարկել։ Մենք արձանագրություն ենք անում, եւ ինչպես իրանք են շատ ժամանակ մեզ Քաղաքացիների կիրազեկ է։ Առհասարակ այդ ժամերին քաղաքացիներն են հիմնականում տեսնում, Հավես տեղեկատվություն որպես կիրազեկված լինեն, որ կա արդեն սենց գոյություններ արդեն այսպիսի ժամեր, մեր անկել քիչ։ Ուրիշ հարցեր, եթե չկան, խնդրում եմ քվեարկել ովքեր են կողմ, դեմ չկա, ձեռնպահ չկա, անցնենք 7-րդ հարցին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի Լեռնաձոր գյուղում անվան ունեցող ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները թվային կարգով անվանակոչելու մասին զեկուցող Արություն։ Կառավարության 2005 թվականի թիվ 2387 N որոշման դրույթները, ինչպես նաև հաշվի առնելով կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հասցեների հայտերի քաղվածքները, նախատեսվում է Լեռնաձոր գյուղի երկրորդ թաղամասում անվանում չունեցող փողոցները անվանակոչել թվային կարգով, ուրեմն Լեռնաձոր գյուղի երկրորդ թաղամասի առաջին գլխավոր փողոցի հարող փողոցը անվանակոչել Լեռնաձոր գյուղ երկրորդ թաղամաս երկրորդ փողոց, հաջորդը ուրեմն
բեկետը, հաջորդ կետը Լեռնաձոր գյուղի երկրորդ թաղամասի երկրորդ փողոցը հատող փակ փողոցը, առաջին փակ փողոցը անվանակոչել Լեռնաձոր գյուղի երկրորդ թաղամասի երկրորդ փողոց առաջին փակուղի, ինչպես նաև Լեռնաձոր գյուղի երկրորդ թաղամասի երկրորդ փողոցի երկրորդ փակ փողոցը անվանակոչել երկրորդ թաղամաս, երկրորդ փողոց, երկրորդ փակուղի։ Այսքանը հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հասցեների կապվածքները։ Ուրիշ հարցեր, խնդրեմ։ Տեղնիշ չէ Լեռնաձորի անվանակոչում է փողոցները։ Անուններով։ Փողոցը Ջանացու Դա մի քիչ բարդ պրոցես է։ Այո, որպեսզի որևիցե հայտնի մարդու անունով անվանակոչել, ու դա մինչև ավագանու համաձայնության դնել պետք է հանրային լսումներ կանացվեն։ Պետք է ինչ-որ որոշակի կետեր կան օրենքի կետով, պետք է պահպանելով։ Այո, որոշակի փորձագիտական նոր ստանալուց հետո կդնենք ավագանու։ Բայց կարելի Շատ բան, ոչ թե բան, շատ բան։ Սովատություն կա ժողովուրդը Չի, ստեղ Ժողովուրդ ոչ մի դեպք չունի, բայց դե բանը շատ ուրիշ ձևի մարդ պրոցես։ Շատ մարդ պրոցես։ Անունները ապնի, ավելի լավ կնի, ավելի հաճելի կնի, հետը չի կոնե կանոններ ունենա, փողոցները գիտան, երկրորդ Սովորական գյուղական բնակավայրեր, ավելի նպատակահար հարավ փողոցները թվային, որովհետև կարճ փողոցներ են, քիչ ասեմ, դա կադաստրը վերջում հաստատել է մեր տված հայտը, բայց հիմք պետք է ընդունի այդ հանձնաժողովի դրական եզրակացությունը, հանրայնությունների իման վրա արված ինչ-որ եզրակացությունները գործառույթ պետք իրականացնել։ Դե, եթե ուրիշ հարցեր չկան, խնդրում եմ քվեարկել ովքեր են կողմ, դեմ եւ նպատ չկա։ Անցնենք 8-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը Զանգեզուրի պղնձանային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով սերվիտուտով տրամադրելու համաձայնություն տալու մասին։ Արությունյան զեկուցող։ Ուրեմն հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի երրորդ կետի 6-րդ ենթակետը եւ հիմք ընդունել հաշվի առնելով Զանգեզուրի պղնձանային կոմբինատի փակbaşնետիրական ընկերության առաջին տեղակալ Նիկողոսյանի գրությունը նախատեսնում է ուրեմն Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի ներքին գիրաթաղ բնակավայրում գտնվող հետևյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով սերվիտուտով տրամադրել Զանգեզուրի պղնձանային փակbaşնետիրական ընկերությանը ուրեմն Քաջարյան համայնքի ներքին գիրաթաղ գյուղ առաջին փողոց 14 հողամասը ընդհանուր է 79.6 հեկտար բնակավայրերի խառը կառուցապատման հողամասը սկսած 2026 թվականի հունվարի 3-ից 3 տարի ժամկետով Զանգեզուրի պղնձանային կոմբինատ փակbaşնետիրական ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով ուրեմն հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով սահմանելով տարեկան 183.876.000 դրամ, ինչպես նաև Քաջարյան
համայնքի ներքին Գերաթավ գյուղում գտնվող գյուղատեսական նշանակության արդեն այս հատվածում գյուղատեսական նշանակության 24,44243 հեկտար գյուղատեսական նշանակության այլ հողամասը նույնպես 2026 թվականի հունվարի 3-ից 3 տարի ժամկետով տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով Զանգեզուրի պղնձավոր բեռնային կոմբինատ Փակbaşք պետական ընկերությանը հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով կին սահմանելով տարեկան 22,915,000 Հարցեր կան, եթե չկան, խնդրում եմ քննարկել ովքեր եք ով, դեմ ձեռնպատ չկա։ Ասենք 9-րդ հարցին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի հավաքանում 8-րդ նստաշրջանի երթական նիստի գումարման օրը սահմանելու մասին, զեկուցող Ալեքսիև։ Հարգելի հավաքաններ, կառավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի դրույթներով պետք է սահմանենք 8-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը։ Առաջարկվում է ապրիլի 15-ը սահմանել, որը որ չորեքշաբթի օր է։ Եթե դեմ չեք։ Կողմ է։ Ապրիլի 15։ Եթե ուրիշ առաջարկ չկա, խնդրում եմ քննարկել ովքեր եք ով, դեմ ձեռնպատ չկա։ Այսքանը այսօրվա շնորհակալություն։